Այստեղ նաև մի երկու բանի մասն եմ ուզում խոսամ, շատ հաճախ են ասում, չէ, օրգազմի մի քանի տեսակներ կա՝ վագինալ, ծլիկային եւ այլն։ Օրինակ համար վերջին տարիներում վագինալ օրգազմ հասկացությունը մի հատ մեծ հարցականի տակ է դրվել։ Ու շատերն ասում են, որ տենց բան իրականում գոյություն չունի, հենց գիտական առումով էլ, հա։ Հենտեղ ասենք կա այդ G-կետ ասվածը, նյարդային ինչ-որ որոշակի խուրձը, որի գրգռումից կարա լինի ինչ-որ հաճելի ինչ-որ մի բան, բայց հիմնական օրգազմը դա ծլիկային օրգազմն է։ Պլյուս կանանց պարագայում շատ ավելի կարևոր է բավարարվածության զգացողությունը, որովհետև հենց այդ բավարարվածության զգացողությունը կա, որպես կանոն կանայք գոհ են լինում սեռական հարաբերությունից։ Իսկ բավարարվածությունը օրգազմի հետ կապ չունի, կարա իրականում այզև պիկ չլինի, օրգազմը ոնց որ այդ սեռական բավարարվածությունը պիկն է, էլի, կարա իրականում շատ պիկ չլինի, բայց տվյալ կինը հարաբերությունից շատ գոհ լինի իր ունեցած հարաբերությունից։ Թուլանա, հանգստանա, չգիտեմ, տրամադրություն լավանա եւ այլն։ Առավոտ գնա գործից, ոչ մի բան չանի, հա։ Ու հենց այդ էլ, տես, այդ վագինալ օրգազմի գաղափարը այնքան են ճոխացրել, ոնց որ այդ ինչ որ մի հատ բան որ հարցական է տակա։ Այսի ռիլ եմ կտրելու հետո։ Հա, այնքան են ճոխացրել, որ պացիենտները գալիս են ասում են ամեն ինչ լավ է, թույն է, լավ բավարարվածություն եմ ունենում, նորմալ հեշտոցս խոնավանում է, ծլիկային թույն օրգազմ կա, вообще ամեն ինչ լավ է, բայց մեկը ես այդ ներսից այդ զգացողությունը չունեմ։ Ու շատ դժվար է համոզել այդ պացիենտին, որ ամենայն հավանականությամբ այդ չգիտենք ինչ են կանելու դրա հետ։